Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա իմ հյուրը Արցախցի բազմազավակ մայր Լիաննա Ոսկանյանն է։ Ողջույն։ Ողջույն։ Լիաննա, երեխաները Արցախի հայաթափումից հետո այստեղ Երևանում ինչպես համակերպվեցին, ինչպես ընդունվեցին, որովհետև իհարկե գիտեիք, որ մայր հայրենիքը ձեզ սպասում է, լինելով 10 ամիս շրջափակման մեջ, բայց միևնույն է, որպես ծնող կարծում եմ այդ միտքը կար, կասկածը կար, ինչ կերպ երեխաները կհամակերպվեն, ինչպես կընդունվեն երեխաները, դպրոցներում, որտեղ իրենք ընդունվելու են սովորելու։ Կպատմես դրա մասին։ Մեծ սիրով շրջափակման ժամանակ մեկը ես, որպես շրջափակման մեջ գտնվող մենակ եմ եղել այդ ժամանակ 6 երեխայի հետ, բայց մենակ չեմ եղել, իմ կողքին մի մեծ բանակ էր կանգնած, ով անընդհատ զանգում, հաղորդագրություններ գրում ինձ, վիդեոզանգով, անընդհատ ոգևորում էին ու այն ուժը, որ Հայաստանից էր փոխանցվում ինձ, ես ինձ այնտեղ ոչ մենակ եմ զգացել, ոչ էլ մենակ ուղղակի ճանապարհները փակ էր։ Բայց որ ասեմ, անտարբերության էինք մատնված, հոգեպես այնքան ուժ էր գալիս մեզ, ես իմ համար եմ ասում ու վստահ եմ շատ արցախցիների համար էլ նույնն է, շատ մեծ հայասեր, ազգասեր, հայրենասեր հայերի կողմից, մեծ բանակի կողմից մեզ շատ մեծ ուժ էր գալիս, այն որ մենք կարողանում էինք հանուն իրենց գոյատևել։ Հայաստան գալուց ես չէի մտածում, որ կարող է ինչ-որ մեկը մեզ վատ ընդունել, ես վստահ էի, որ մեզ սպասում են, մեզ գրկապած ընդունելու են ու ամեն ինչ լավ է լինելու։ Երբ եկանք Հայաստան, արդեն հասկացա, որ այստեղ շատ ատելություն կա արցախցիների հանդեպ, ճիշտ է քիչ եմ հանդիպել, հիմնականում շատ լավ մարդկանց եմ հանդիպել, շատ լավ ընկերներ ունեմ, երեխաներս ընդհանրապես, ես միշտ իրանց որ զգուշացնում էի, ասում էի հանկարծ մեր բարբառով ընդհանուր տեղ չխոսեք, որովհետև լսել են, որ վիրավորել են արցախցիներին հենց իրենց բարբառով խոսալուց, մեծ տղա է 17 տարեկան, ինքը 16 տարեկան, ինքը գնում է շփվում ընկերների հետ միտեղ են գնում, միտեղ նստում են, միշտ իրանց զգուշացնում է, ասում է Արտուր, խնդրում եմ հանկարծ մեր բարբառով չխոսաս, որ իրան էլ չասեն, էլի բարբառի համար վատ բան չասեն, բայց չենք հանդիպել, իրանք շատ լավ ընկերներ ունեն, շատ դպրոց, մանկապարտեզ, այն որ ասում է, շատ լավ ընդունել են երեխաները։ Բարբառով չեն խոսել, օրինակ ես գիտեմ, որ անգամ իմ հյուրերից մեկը նշեց, որ իր երեխան, որ դպրոց է հաճախում, ուսուցչուհին ասել էր, որ Արցախի բարբառը դա մեր հարստություն է եւ իրականում մենք որևէ տարբերություն չկա Արցախի բարբառով կխոսեն, Գորիսի, չգիտեմ, Վարդենի, Սևան։ Ես ասում եմ, ես ուղղակի լսել եմ ու որպեսզի երեխայիս վիճաբանություններից հետ պահեմ, ուղղակի իրանց զգուշացրել է, որ ավելի զգույշ լինի անծանոթ միջավայրում բարբառով խոսալուց, որպեսզի ինքը վեճերի մեջ չընկնի, դե ախր հիմա տաքարյուն երիտասարդները տաքարյուն են, որ հանկարծ ինչ որ տենց վիճաբանություն բան չլիներ էլի իրանց միջև, բայց երեխաները իրանք էլ ասում եմ շատ ջերմ ընդունվել են, իրար հետ շատ մտերիմ, շատ հարազատ, դասարանի ծնողները, ես որպես ծնող, ես ինձ օտար չեմ զգացել։ Քո տան մեջ էիր, Այո, ես ինձ օտար չեմ զգացել, դպրոցը բոլորն էլ մեծ տղաս ուսումնարան է գնում, մնացած երեխաներս 3 դպրոցական են, մեկը մանկապարտեզ է գնում ու մեծ կոլեկտիվներ ունենք ծնողների, այն որ ոնց որ հարազատ միջավայրում լինեմ, նույնիսկ մանկապարտեզի
ուսուցչուհին միշտ ինձ ասում էր հանկարծ որ փող են հավաքում դու չմասնակցես, դու չանես, ասին չի, մեր երեխեն ինչու՞ր տարբերվում էստեղ երեխեքից, ոչ մի բանով, ինչ որ կազմակերպում են ծնողները, ես էլ եմ մասնակցում, ես ինչի՞ պիտի չմասնակցեմ։ Այսինքն առանձնահատուկ վերաբերմունք է արցախցիների նկատմամբ, սա նկատելի է Լիաննա ջան, որովհետև բոլորը ասում են, անգամ հյուրեր եմ ունեցել, ովքեր իհարկե տեսախցիկից դուրս զրուցել ենք ու որևէ մեկի կողմից չեմ տեսել։ Իհարկե այն դժգոհությունը, այսպես ասած դժգոհությունը, որ կա, դա ընդհանրապես համացանցային է եւ դա կառավարվող ու ղեկավարվող է, բայց ժողովուրդը, հասարակության մեջ միշտ արցախցիների նկատմամբ վերաբերմունքը այլ է եղել, որովհետև ըստ էության մեր ժողովուրդը կարեկցող է, ոնց հնարավոր է իր ժողովրդի մի հատվածի մասին ընդհանրապես վատ տրամադրվածություն ունենա։ Իհարկե, ես ուզում եմ տեսախցիկների առաջ լինի կամ տեսախցիկների հետևում առանձին զրույցի ժամանակ ես իմ կարծիքը միշտ մնում է նույնը, ես ինչ որ կա, դա էլ արտահայտվում եմ։ Ես մեր հայերին շատ սիրում եմ ու շատ շնորհակալ եմ, ես ասում եմ վատ բան չեմ տեսել ու չեմ զգացել, շփվել եմ, գնացել եմ ավելի շատ ու ասեմ բոլորը փորձում են ինչ որ չափով օգնել, օգտակար լինել։ Լիաննա, վերջին բալիկին Ավետիսին արդեն ունեցել ես 44-օրյա պատերազմից հետո շրջափակման ժամանակ էր, ճիշտ եմ հիշում։ Այո, Ավետիսը ծնվել է փետրվարի 11-ին 23 թվականին։ Ճիշտ է, պատերազմից հետո բոլորս էլ գիտեինք, որ էլի մի բան լինելու է, ինչ որ գիտեինք, որ այսպես հանգիստ չի լինելու։ Ինչու կար այդ մտավախությունը, չէ՞ որ կային ռուս խաղաղապահներ այնտեղ, ինչ որ չափի համաձայնություն կար, որ մինչև 25 թվականը այդ ռուս խաղաղապահները լինելու են այնտեղ, ժողովուրդը ապահով է լինելու, ի վերջո կար նաև Ռուսաստանը, ով արցախցիների անվտանգության երաշխավորն էր, ինչու կար այդ մտավախությունը եւ հետաքրքիր է, միայն քո մոտ էր դա, թե շատ արցախցիների մոտ կար մտավախությունը, որ հնարավոր է նորից վերսկսվի պատերազմը, միգուցե ոչ այդ մասշտաբի, բայց միևնույն է խաղաղություն չի լինելու։ Ուրեմն 20 թվականի պատերազմից հետո մենք Հրազդանում էինք ապրում, պատերազմի ժամանակ Հրազդանում ենք մնացել ու հետ գալու ժամանակ ամուսինս ասեց եկեք մնանք ստեղ, տները էժանավ, մի հատ վարձով տուն վերցնենք ու ստեղ ապրենք։ Մեկ այլ Արցախը չի լինելու, եթե այսպես է եղել, մնացածն էլ են տալու, վերջացած է Արցախի պատմությունը, վсё, չկա էլ։ Ասեցի չէ, ես պիտի գնամ, ինչ ուզում ա լինի, ես հետ եմ գնում մեր տուն։ Ու վստահ էի, որ խաղաղապահը եկել է, ռուսները եկել են, գոնե իրենց պատվի համար, որ ամբողջ աշխարհի առաջ վատամարդ չլինեն, իրանց այդ հրեշտակի, ճակերտավոր հրեշտակի դեմքը պահելու համար, իրանք գոնե մեզ կպահեն։ Վստահ գնացել ենք, վստահությամբ, որ ամեն ինչ լավ է լինելու, գոնե մինչև 25 թվականը մի բան կփոխվեր դեպի դրականը։ Բայց մի քանի ամիս հետո, երբ արդեն այդ Ադրբեջանի նախագահի թիկնապահը Ջերմուղկոյու, եթե չեմ սխալվում, աշխատակիցների վրա կրակեց, մի հատ երիտասարդի էլ սպանեցին, ես այդ ժամանակ արդեն հասկացա, որ մեր վիճակը շատ վատ է լինելու, որովհետև իրանք եկել են ոչ թե մեզ պահեն, այլ եկել են Արցախի մնացած մասն էլ ուղղակի խաղաղ ճանապարհով տան Ադրբեջանին։ Չնայած այդ հանգամանքներին արցախցիները շատերը մեծ հույսեր էին կապում
Ռուսաստանի հետ, ռուսների հետ, ես անընդհատ վիճաբանությունների մեջ եմ ընկնում, ես ասում եմ՝ մի վստահեք, իրանք մեզ շատ վատություն են անելու, բայց բոլորը հույս ունեին Ռուսաստանի կազմ ենք մտնելու, մեզ ռուսական անձնագրեր են բաժանելու, ամեն ինչ լավ է լինելու, իսկ ես վստահ էի, որ մեն հայից բացի հային թիկունք ոչ մի ազգ չի կարա լինի։ Լիանա, ով էր այդ միտքը տարածում, որ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ կմտնի եւ մարդիկ էլ ռուսական անձնագրեր կստանան, դա եթե մարդիկ խոսում էին, ուրեմն ղեկավար կազմից ինչ որ լուրեր էր, չէ, եկել, թե չէ օդից հո չէին վերցնելու մարդիկ։ Ես դա չգիտեմ, ուղղակի ես ժողովրդից եմ լսել, որ ասեմ հստակ ինչ որ մի պաշտոնյա հայտարարել է, որ սենց բան լինելու չէ։ Մեկ ասում են ռուսներից եմ լսել, մեկ ասում այս մեկը, մեկ այն մեկը, հիմնականում շատ խառներ, որ իրանց այդ բանը գտնես, որտեղից է այդ զրույցը դուրս եկել, բայց ժողովուրդը ինձ թվում է իրանց հույս էին տալիս, որ ավելի լավ է Ռուսաստանի կազմի մեջ, քան Ադրբեջանի կազմի մեջ, ու իրոք որ չնայած իմ համար տարբերություն չկա էականորեն, կամ իմ համար ոչ ռուսը, ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը իրարից ոչ մի բանով չեն տարբերվում։ Ուղղակի այն մեկը բացահայտ թշնամի է, այս մեկը այն որ ասում հրեշտակի դիմակի թաքնված։ Վերջում բոլորն էլ տեսան ռուսի դեմքը, երբ մի օր ամբողջությամբ մի ամբողջ օր պատերազմ էր գնում ու ռուսը ոչ մի բան չէր անում, որ այդ պատերազմը կանգնեցներ, գոնե մի քանի զոհ պակաս տայինք, կիսասոված զինվորներ մի ամբողջ օր կռվել են ու Արցախում խաղաղապահ կար, որ պարտավոր էր պաշտպանել ժողովրդին, բայց ադրբեջանցի զինվորները մտնում են գյուղ ու երեխա են մորթում կամ մեծ են մորթում։ Փոքր երեխա, կրծքով կերակրվող երեխա ու շրջափակում, ինչպես է իր դիմանում։ Շատ դժվար։ Ես գիտեմ էլի մայրիկներ կային, հա, եթե չեմ սխալվում, կերակուր, հա, այդ արհեստական սնունդը իրար բաժանում էին, հա, ինչ որ նման բան եմ հիշում, տեսել եմ Facebook-յան այդ հարթակում, որտեղ գրում էին, ճիշտ էր։ Հա, խումբ ստեղծվեց Facebook-յան ու ժողովուրդը սկսեց մեկը մեկին օգնել, ով ինչով կարողանում էր, փոխանակում էին կամ վաճառում էին, այնքան որ մեկը մեկին հասնում էր այդ դժվար պահերին, ես էլ կատնախառնուրդ ունեի, սկզբնականում ահագին գնել էի, բայց հետո մի պահ եկավ, որ լրիվությամբ ճանապարհը փակվեց, էլ արդեն չէին թողնում մեքենաներ գային, այդ ժամանակ արդեն շատ դժվարացավ, վերջին պաշարները սպառվեցին, պատկերացրեք մի քանի օր ես Մուրաբայի հյութ եմ տվել երեխուն, դե շաքարավազի մասին, շաքարավազ գտնելը կոպիտ ասած արքայություն էր, կիլոգրամը 5000 դրամով վաճառում էին, այն էլ պիտի լավ ծանոթ գտնեիր, որ կարողանայիր բարեկամներից, ծանոթներից Մուրաբա եմ վերցրել ու Մուրաբայի հյութ եմ տվել մի քանի ամսական երեխային, մինչև արդեն ռուսները կատնախառնուրդ տարօրինակ, չգիտեմ ինչ մեշոկներով, մեծ մեշոկներով, ալյուրի փոշու նման, ինքը եթե կատնախառնուրդը նայեք, ինքը փոշի չի դառնում, փոշու հետք չի թողնում, բայց իրանց բերածը չգիտեմ ինչ կատնախառնուրդ է եղել, փոշիա նման, ավելի ալյուրի նման, ստիպված այդ ենք տալիս մինչև արդեն մի քիչ մեծացավ, սկսեցինք հավելյալ ինչ-որ բաներով խաբել երեխուն ու տենց էլ դուրս ենք եկել։ Լիանա, մարդիկ մեծերը, հա, անգամ հնարավոր էր, որ խուճապի, տագնապի մեջ լինեին 6 երեխա եւ ինչ կերպ էիր կարողանում երեխաներին հուսադրել, երեխաներին հավատացնել, որ ամեն բան լավ է լինելու։ Ի վերջո երեխան երբ որ սոված է, հա,
ինքը չի հասկանում, թե հետո լավ է լինելու կամ մի փոքր էլ սպասի, ինչպես է իր կարողանում երեխաներին հուսադրել։ Հայաստանից իմ ընկերներին շատ օգնում էին, ոչ մեկ դե ճանապարհը փակա, մարդիկ չգիտեին ոնց օգնեին, ինձ գումար էին ուղարկում, իմ ընկերները միշտ գրում էին, զանգում էին, խոսում էին ու միշտ ինձ գումարով օգնում էին, որովհետև շրջափակման ժամանակ, երբ խաղաղ պայմաններում կարտոֆիլը 250 կամ 300 դրամ էր, շրջափակման ժամանակ արդեն 2500-3000 դրամ էր կարտոֆիլը, այն որ 10 կիլո կարտոֆիլ ես վերցրել, ուղղակի մի բուր մաքրել ես, մի բուր ադարել, այդ տեսակ կարտոֆիլը, որ չգիտեիր ինչ անեիր, որ գոնե մի քանի ժամ երեխեք ուտեին, կշտանային, ոչ ձետ կար, ոչ աղ կար, ստեղից մի կերպ գտնում էինք, մեկը տալիս էր, հյուրասիրում էր, ես երեխան 2 ամսական փոքր թողել եմ, գնացել եմ լավաշի փուռում եմ աշխատել, որ գոնե տան հացը չպակասի։ Հենց լույսերը անջատում էին, վազում էի տուն, գերակրում երեխուն, լվացք փռում կամ չգիտեմ մի գործ անում, հենց լույսերը տալիս էին, վազում էի նորից աշխատանքի։ Ու այդպես մինչև վերջին օրը էլի, նույնիսկ սեպտեմբերի 25-ին ես առավոտ ժամը 5-ին գնացել եմ գործի, երբ Ադրբեջանի ոստիկանական մեքենան անդադ շրջում էր քաղաքում, այսինքն վախելով ասում եմ հեսա կկրակեն, դե ճանապարհ ոչ մեկ չկա ճանապարհին, առավոտ ժամը 5-ն է, թե 6-ը։ Գնացել եմ գործի, մեր աշխատողը ասում է եկել ես ինչ անես, արդեն սաղ դուրս են գալիս։ Ու այդ օրը մեր փուռում այնքան ալյուր կար, սպիտակ, այնքան ալյուր, որ վերջի մի քանի ամիսներին մենք նման բան չէինք տեսել։ Ասում եմ, ես հարցրել եմ, ասում եմ, ես որտեղից էսքան ալյուրը, բա գիշերը ռուսներն են բերել։ Սեպտեմբերի 19-ի, երբ հարձակումը եղավ ադրբեջանցիների կողմից, ինչ էիր մտածում, ինչ էիր կարծում, մի քանի օր կտևեր, թե մտածում էիր վերջ արդեն պետք է իրոք Արցախը լքել։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմը սկսվեց, ես տանը չէի, բայց մինչև 20 թվականից հետո, որ արդեն հետ էին գնացել, մենք գիտենք, որ անհնար է ադրբեջանցիների հետ, երբ իրանք այսքան մոտ են, անհնար է, որ մանավանդ որ հաղթանակի բերկրանքը իրանք զգացել են, անհնար էր իրանց հետ խաղաղ պայմաններում ապրելը։ Մենք երեխաների հետ արդեն պայմանավորվել էինք ցանկացած պարագայում, հենց որ մի կրակոց լինի կամ ինչ լինի, ամեն մի երեխա իր անելիքը գիտեր, ով ինչա վերցնելու, ով ում ձեռքից բռնելու իջնի նկուղ, որտեղ են գնալու, սա արդեն պլանավորած էր, ես տանը չէի, դուրս էի եկել աղջկաս մանկապարտեզի թղթերով, դե տրանսպորտ էլ չկար, ոտքով ամբողջ քաղաքը պիտի ման գայի մի տեղից մի տեղը, երեխեն գիրկս, բայց գիտեի, որ երեխեքը իրանց անելիքը գիտեն ու շատ կազմակերպված վիճակում, ես ճիշտ է գիտեի, բայց չէի սպասում, որ իրանք կարող են մենակ այդքանը կազմակերպել, ադյալներով են փոքրին փաթաթել, են մեկի իրանք իրար մասին հոգ են տարել, մինչև ես իրանց հասել եմ։ Արցախից դուրս գալու մասին ոչ մեկս չենք մտածել, մեկը ես չեմ մտածել, որ դուրս գամ։ Ճիշտ է, շրջափակման ժամանակ անընդհատ ուզում էի, որ ճանապարհը բացեին, ես Հայաստան գայի, որովհետև 20 թվականին մայրս որ մահացավ, Հրազդանում ենք ուղարկավորել, մի օրով եկել գնացել եմ ամեն ամիս ու խեղդվում էի այդ կարոտից, որ չեմ կարողանում գնամ, նույնիսկ այս ժամանակ Հայաստանում ապրող լրիվ անծանոթ մարդիկ ինձ օգնության են հասել։ Իմ մամայիս գերեզմանին իրանք ծաղիկներ էին տանում, իմ փոխարեն։ Բայց մեկը այլի կարոտը խեղդում էր։ Ես դրա համար շատ ուզում էի, որ ճանապարհը բացեի։ Ես ամուսինս Հայաստան էր, անընդհատ ասում էր
զանգում էր ընտանիքի միավորումը երեխաներին վերցրու դուրս արի, ասել եմ չէ, ես չեմ լքի իմ հողը, ես իմ հայրենիքը բախկոտի նման չեմ փախնի, դուրս չեմ գա, ոնց կարող է այդքան ջահել երիտասարդներ իրենց կյանքը չխնայեն մի հողի համար, այդքան արյուն թափվի ու ես վախկոտի նման իմ երեխաներին վերցնեմ, փախնեմ։ Ոչինչ լավ է լինելու, հույս այն ամենավերջին, մինչև վերջի պահնել հույս էինք պահում, որ ինչ որ մի լավ բան կարող էր փոխվել, նույնիսկ ամսի 20-ին, երբ հրադադար եղավ, երբ ասեցին վերջ արդեն ամեն ինչ ստորագրված է, հանձնված է, Ստեփանակերտում մեզնից մի քիչ հեռավորության վրա ատրճանակով, ավտոմատով իրար վրա կրակում էին։ Ու մենք երեխաներին նկուղի մոտ ովքեր էին կրակում։ Մեր հայերն ու ադրբեջանցիները ուզում էին իրանք առաջ գային, մերոնք չէին թողնում։ Նույնիսկ մեր զինվորներին ուղարկել էին տուն, որ շորերը փոխեն ու քաղաքացիական շորերով ավտոմատներով կանգնեն, պահպանեն մեզ մինչև ինչ-որ մի բան որոշվի, մեր ճակատագիրը, այսպես ասած, որոշվի։ Երեխաների նկուղի առաջ կանգնեցրել ենք, մենք էլ իրանց մոտ կանգնել ու լսում ենք ձեների մոտիկանում է, որ երեխեքին տանենք նկուղ։ Այս մեր հարևաններից մեկը լացելով, ասում է ժողովուրդ եկեք էլի գնանք մեր տները, գոնե մեր տները մեռնենք։ Թե չէ ստեղ մեզ չեն կարողանալու գտնեն, իբր մեկի դարդն էլ կտրելու էր գար նկուղները մանգար, տեսներ ով կա նկուղները մահացած կամ սպանված, չգիտեմ։ Շատերը մեքենաները արդեն բարձած, պատրաստ, տան վեշերով, բանով, արդեն սպասում էին, երևի մենք էլ անճարությունից, որ ոչ մեքենա ունեինք, ոչ գնալու տեղ ունեինք, ոչ մեզ տանող ունեինք։ Ես արդեն հարմարվել էինք, որ կարող է գան մեզ կոտորեն ու դա լինի մեր վերջը։ Էդ էր, ասում եմ, մինչև վերջի պահը չենք պատկերացրել, որ ես էի մեկ գնում է, այս մեկին խնդրում եմ գոնե երեխեքից մեկին տարեք, չնայած սաղ փակեր, ոչ մի որոշում չկար, որ դուրս են գալիս, բայց սաղ մեքենաները արդեն պատրաստված, մարդիկ պատրաստվում էին գնալու։ Բա տեղ չունենք, մեքենայում տեղ չկա, ու այդպես երեխաները ավելի էին, այդ ժամանակ են սկսել վախենալը, որ բոլորը գնալու են, մենք մնալու ենք թուրքերի մոտ։ Որ օրը դուրս եկաք Ստեփանակերտից։ Սեպտեմբերի 25-ին դուրս ենք եկել, պապաս հորեղբորս մեքենաներից մեկը վերցրեց, իրանց տան վեշերի հետ, մեզ էլ տեղափոխեց։ 25-ին դուրս ենք եկել ու 27-ին նոր հասել ենք Կորնիձոր։ Ահագին ժամանակ է անցել արդեն, Լիաննա ջան։ Հույս ունես Արցախ վերադառնալու, հույս ունես, թե սպասում ես, ամեն օրդ ինչ կերպ ես սկսում հիշողություններով, ետ վերադարձի մասին հույսով, թե ինչպես։ Ես որ ճիշտ ասեմ, ամեն առավոտ, որ աչքերս բացում եմ ու լույսը տեսնում, ես ավելի եմ տխրում, որ ինչու այսօր ես արթնացա, այսպես ասած, որովհետև ես ամբողջ գիշեր, ես մեր տանն եմ անցկացնում, մեր արևոտ տանը, իմ առօրյա գործերով, երաժշտությունը միացրած, երեխաները բակում խաղում են, ոնց որ եղել էր Ստեփանակերտում։ Ու մեկ էլ ամեն առավոտ ինձ այն վախը գալիս են մեզ տնից հանում են, ամեն առավոտ այս սրտատրոպ ուլացելով աչքերս բացում եմ, լույսը տեսնում արդեն որ չէ, մեր տանը չենք, մեզ ոչ մեկ տնից չի հանել, բոլորը քնած են դեռ ու ես ափսոսում եմ, որ արթնացել եմ։ Հույս ունեմ Արցախ գնալու, մեծ հույսեր ունեմ, որովհետև քանի մենք ապրում ենք, հույսը չի կարող մեռնել։ Ու գիտեմ, որ վերադարձ
հնարավոր է առանց պատերազմի, վստահ եմ, այս անգամ այդպես է լինելու, խոսքս հիշեք, մենք վերադառնալու ենք առանց պատերազմի։ Ուղղակի մեզ մի փոքր ջանք է պետք իրար հարգել, միաբանվել, իրար սիրել հայրենի հողը մեր, կապ չունի Արցախ, Հայաստան, կարևորը մեր հայրենի հողն է, մեր պապական հողն է։ Մենք պիտի մեր հողը սիրենք, մեզ սիրենք, մեր դիմացինին սիրենք, հարգենք ու թույլ չտանք, որ մեզ նվաստացնեն։